Իմպրովիզացիոն ելևէջներով, լիցքավորող ռիթմով ու էներգետիկայով ջազ երաժշտությունն առաջին իսկ ակորդից ամբողջովին վարակում է քաղաքը։ Գյումրիի թանգարանների բակերը վերածվել էին ջազային համերգների հարթակի։ 2017 թվականից ու արդեն 6-րդ անգամ հայկական ջազի հին ու նոր բենդերը հավաքվում են քաղաքի մշակութային միջավայրով հայաթներում, երաժշտության այս ոճը սիրողներին փոխանցելու ջազի ազատ ու ստեղծագործ շունչը։ Հայաթ ջազ նախագիծը մշակութային երկխոսություն է ապահովում ջազմենների և հանդիսականի միջև, հնարավորություն տալով վերապրել այն խելագար ու ոգեշնչող հնչողությունը, որի արմատները ձգվում են մինչև 19-րդ դարի Նյու Օրլեան, ջազի ծննդավայր։ Իսկականից շատ հաճելի է, որտեղ մշակութային միջավայրը առաջի հայացքից իհարկե մի քիչ տարբեր է հին Գյումրին ու ջազային ոճը, բայց հենց ամբողջ իմաստը դա որ իրանք բոլորը մի տեղից են սերում, էլի։ Հայը եւ ջազը այսօրվա դրությամբ շատ ջերմ հարաբերությունների մեջ են։ Այսինքն ասածս այն է, որ ֆոլք ջազ հասկացողությունը, երբ որ ֆոլկլորը առաջանում, ջազ ռոք հասկացողությունը, բոլորը հայերեն շատ հարազատ է։ Եվ ես համարում եմ, որ ջազը դա երաժշտական անկեղծության անծայրածիր օվկիանոս է, որը մարդկությանը շատ անհրաժեշտ է։ Ջազը ինձ համար եւ ոչ միայն ինձ համար դա ազատություն է, դա արտահայտվելու միջոց է։ Ամեն մարդ իր ձևով պետք է արտահայտվի, ինքը ազատություն է տալի, որ դու քո տեսակետը ներկայացնես։ Կարինե, Կարինե, քեզ համար եմ հորինել։ Հայաստանում ջազ սկսել է նվագել դեռ 1920-ականներին, իսկ առաջին ջազային կոլեկտիվը 1938 թվականին կազմավորված Հայաստանի պետական ջազային նվագախումբն էր, որի հիմնադիրը կոմպոզիտոր եւ թավջութակահար Արտեմի Այվազյանն էր։ Այդ ժամանակներից ջազը կայուն տեղ գրավեց հայկական երաժշտական կյանքում, եւ տարիների ընթացքում ձևավորվեցին մի շարք ճանաչված խմբեր ու երաժիշտներ։ Նրանց շարքերում առանձնանում է հայ ջազի կենթանի լեգենդ Լևոն Մալխասյանը։ 80-ամյա երաժիշտը նվագում է նույն ներշնչանքով ու ոգևորությամբ արդեն 60 տարի։ Նախագծում իր եւ իր խմբի ներկայությունը պարտադիր է եղել բոլոր տարիներին։ Ջազը ընդհանրապես ազատ ժանր է, ազատ, անկեղծ եւ այդ անկեղծությունը անպայման հաղորդվում է ունկնդրին նվագի ժամանակ։ Ինչ վերաբերում է Գյումրիին, ես արդեն 6-րդ անգամ եմ ջազային փառատոնին մասնակցում, որի համար շատ շնորհակալ եմ գյումրեցիներին։ Շատ զգացված եմ, որ մենք կարող ենք այն ջերմությունը, այն սերը, այն մաքուր երաժշտությունը, այն պարզ նոտաները լսնել մեր հիմա հետևում հիմա նայում եմ, տեսնում եմ հանդիսատեսը, որ նստած է իրանց սրտերի մեջ եւ հոգիների մեջ եւ լսնել իրանց, տալ կյանք, տալ մտածելու տեղիք, տալ ջերմություն, ամեն ինչ։ Հանրահայտ խմբերին, ճանաչված երաժիշտներին եւ պարզապես այս արվեստը սիրողներին հայաթ ջազը համախմբում է յուրահատուկ ձևով։ Նախ հային ընկղմում ջազում, ապա ջազը բերում բակեր, նպատակ ունենալով ջազ մշակույթը դարձնել հասանելի, ավելի մոտ ու ընկալելի յուրաքանչյուր մեկի համար։ Ջազ լսում են հոգով ազատ եւ սահմանափակումների չենթարկվող անձինք, հաշվի առնելով հանգամանքը, որ Գյումրու թանգարանները պարտադիր այցելավայրեր են զբոսաշրջիկների համար, մենք որոշեցինք այս երկու զբոսաշրջային հետաքրքրությունը միացնել եւ ջազը բերել թանգարանների բակեր։ Ազատություն ու ներքին ձգտումները արտահայտելու, ջազի կատարողական արվեստը լսելու, սովորելու արժեքավոր փորձառություն էր սա։ Ջազից տարբեր, բայց իր էությամբ ջազ քաղաք Գյումրիի համար։ Քառօրյա փառատոնի ամփոփիչ համերգը Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի թանգարանի բակում էր։
Հասմիկ Թումասյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։